Եթե Եվրամիությունը շարունակի ձգձգել Թուրքիայի անդամակցության հարցի վերջնական լուծումն, Անկարան կարող է ընդհանրապես դադարեցնել ողջ գործընթացը։ Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով, որ Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների ապագան կարող է հանրաքվեի առարկա դառնալ։ Եթե խորհրդանում ներկայացված կուսակցությունները նման որոշում կայացնեն, ես այն պատշաճ կերպով կվավերացնեմ։ Ինչու՞, որովհետև դա իմ ժողովրդի պահանջն է, իմ ժողովրդի կամքը, եւ եթե դու անտեսում ես ժողովրդի ցանկությունը, դա արդեն ժողովրդավարություն չէ։ Հնարավոր է արդյոք ականջալուր չլինել ժողովրդի արտահայտած կամքին։ Իհարկե ոչ, հայտարարում էր Էրդողանը։ Թուրքիայի նախագահի խոսքով իրադարձությունների նման զարգացման մեղավորը բացառապես եվրոպացիներն են լինելու։ Էրդողանի համոզմամբ նրանք տասնամյակներ շարունակ Թուրքիայի անդամակցության ճանապարհին արհեստական խոչընդոտներ են հարուցում։ 54 տարի դուք 54 տարի շարունակ Թուրքիան պահում եք փակ դռների դիմաց եւ հետո էլ հարցնում եք, թե ինչու ենք մենք դիմում նման քայլերի։ Reuters-ի թղթակիցների հետ զրույցում հայտարարում էր Էրդողանը, պնդելով նաեւ, որ եվրոպական կառույցների մոտեցումը թուրքական խնդիրներին չի փոխվում նաեւ այսօր։ Որպես իր բնորոշմամբ կողմնակալ վերաբերմունքի ապացույց, Ռեջեփ Թայիփ Էրդողանը մատնանշում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում 3 ընդունված որոշումը, որով այդ կառույցը 13 տարի տևած ընդմիջումից հետո վերսկսում է Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգը։ Այդ որոշումն ուղղված է Թուրքիայի շահերի դեմ եւ իր բնույթով ամբողջությամբ քաղաքական է, մենք այն չենք ընդունում, հայտարարում էր Էրդողանը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովն այս որոշումն ընդունեց նախ եւ առաջ հաշվի առնելով անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո ծավալված զարգացումները, երբ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ էլ դատավորներ, ուսուցիչներ եւ համալսարանական դասախոսներ պաշտոնանկ արվեցին։ Իդեպ, Եվրոպայի խորհրդում կայացված որոշումից մի քանի ժամ անց թուրքական հատուկ ծառայությունները զանգվածային ձերբակալությունների նոր ալիք նախաձեռնեցին։ Անցած գիշեր ընդամենը մի քանի ժամվա ընթացքում առնվազն 800 մարդ ձերբակալվեց, որոնց ճնշող մեծամասնությունը ոստիկանության աշխատակիցներ են։ Ձերբակալված իրավապահներին կասկածում են Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլա Գյուլենի ծպտյալ աջակիցները լինելու մեջ։ Reuters-ի հետ զրույցում Էրդողանը չշրջանցեց նաև սիրիական ճգնաժամի թեման։ Թուրքիայի նախագահի պնդմամբ Սիրիայի քաղաքացիական պատերազմում այս կամ այն կերպ ներգրավված օտար պետությունները, նախ եւ առաջ Ռուսաստանն ու Թուրքիան, ի վիճակի են կառուցողական համագործակցություն ծավալել։ Պուտինն ինձ բառացիորեն հետևյալն ասաց. Էրդողան, ինձ սխալ մի հասկացի, ես Ասադի փաստաբանը չեմ, դա այն է, ինչ նա ինձ անձամբ է ասել, բայց իմ կարծիքով կան նաև այլ զարգացումներ ու խնդիրներ, որոնցով նա չի կարող կիսվել։ Ամեն դեպքում այժմ Պուտինը, Թրամփը, մենք, Իրանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը բոլորն էլ ակտիվ դերակատարություն են ստանձնել եւ փորձում են հասնել Սիրիայում առկա խնդիրների լուծմանը։ Reuters-ին տված հարցազրույցում նշում էր Թուրքիայի նախագահը։